Խոչը։ Մեր շրջանում արդեն մեկնարկել են որսի սեզոնը։ Առավոտյան լռությունը խախտում է միայն որսորդական գրակոծի ձայնը։ Մարդիկ դուրս են գալիս բնություն, փորձելով համատեղել եւ հոբբին եւ սերունդների ավանդույթը։ Նադիզրոբի սեզոնի գայիքսնա օզդասամ ագուստոս գադամփրել փնինուելեվզեմ խոլոս ակչոնտա Սակարթոս։ Վրաստանում որսորդության սեզոնը բացվել է օգոստոսի 23-ին, բայց միայն թռչուններ որսալու համար։ Մեզ մոտ Վրաստանում չի թույլատրվում որսալ այն թռչունները, որոնք շատ քիչ քանակությամբ են մնացել եւ որոնք գրված են Կարմիր գրքում։ Հիմնականում որսում ենք բադեր, լորեր եւ այլ փոքր թռչուններ։ Ես փոքր հասակից եմ սկսել որսորդությամբ զբաղվել եւ արդեն երկար ժամանակ է շարունակում եմ։ Եվ նրա խոսքով որսորդության սեզոնը ավարտին կմոտենա մարտի 1-ին։ Ինչտա իմիս մեր ավիդա դեդիխանի երաց նադիրոբ։ Այս օրերին ավելի շատ շարժ է նկատվում լճերի, անդառների ու դաշտերի շուրջ։ Ոմանք որսում են թռչուններ, ոմանք կենդանիներ։ Սակայն մասնագետները հիշեցնում են, որ որսի ժամանակ կարևոր է պահպանել սահմանված կանոնները, որսալ միայն թույլատրելի տեսակներ եւ չվնասել բնությունը։ Որսը սկսվել է, բայց այս մեր կալոր լաջի ենք տարածքը, այս ապրող ժողովուրդը անգամ միշտ զգուշ են էլի, ասենք հանգարցագյուր տեսան մարդ զենքով անպայման հսկեն գդ այս ինչ իրավունքով այստեղ չի կարելի որսալ։ Եղել է դեպք մեր 2 տարի առաջ 5-6 հոգի վերացի զենքերով, բանով իջան որսալու։ Կային մեկ քանի հատ բադիկ, մեր կարագոսմորի մասը իմ տունը մոդիկ է էլի այդ կալոր լաջին, վազելով գնացի որ ինչ կկատարվի այն նորաշենու կողմից Արմեն անունով ստամատոլոգ профессия եկավ այդ Армена, в общем, модесанк, что вы делаете? Кто вам дал право здесь охотиться? Здесь, во-первых, территория жила, здесь люди живут. Մարդիկ ոչ բան, ոչ խոսք, ոչ խորաթա, հավաքվան ու գնացին։ Մեր դեպքն է պատահել, էլ ես տեսա չունիմ որ այստեղ որս։ Մեկ քանի տարի առաջ մեր հոգիմ ինչ որ խնդրեցի բնակիչ էր, էդի մեկ քանի անգամ այդպես բաներ է, հիմա էդի գե։ Էլ չի մոդեն այդ գործողությամբ։ Մեր մոտ զապավեդնի զոնաները Խանչալու լիճն է, Կալնո լիճը իշքան գիտեմ, Գարելովկու լիճը այդտեղ կատեգորիսկի արգելված է որսը։ Դե որ դեղորս ենք թույլ կուդան, մենակ այդ տեղաներ էլի։ Հիմա ես կոնկրետ չեմ կեն ասել որ թույլ կուդան, բայց կա ասենք տարածքներ որտեղ կարելի է որսալ։ Այնե միայն տված օրերը։ Ամեն օր չէ։ Չկան գիտեմ շաբաթ կիրակի օրերն է որսի օրերը։ Հիմնականում թռչուն այստեղ մեր ակին շատ բաներ կան էլի։ Ինչ ասած Էդագը կա, տարբեր շորթերու, հետո լիսուխան կա, գագարան կա, այդպես որսալու բան, ասենք ջարակենտանի թռչուններ շատ կան։ Որսորդները շատ քիչ են, բայց ես հատկապես իմ անձն աչքով նկատել եմ, որ շատ են այլ քաղաքներից, հատկապես Թբիլիսիից եւ գյուղից հեռու դաշտավայրերում եւ հատկապես լճի մոտ սկսում են այդ չվող թռչունների, հատկապես բադերի լորերի որսորդությամբ զբաղվել, ինչպես նաև չեն հրաժարվում հենց ձկնորսությամբ զբաղվել եւ մեր լճի ձկնապաշարից կարելի ասել օգտվում են, սակայն արդեն ինչպես նշվեց, այդ ձկնապաշարը եւ թռչունները նույնպես քչանում են եւ գյուղի ակտիվությունը նույնպես պակասում է այդ ոլորտներում։ Բացի ավանդական որսից շատերը բնության գրկում կազմակերպում են նաև հանգիստ։ Այսպիսով որսի սեզոնը մեր շրջանում վերածվում է ոչ միայն որսորդական, այլև մշակութային իրադարձության։